Սամվել Կարապետյանի հետ տվերպես է կանը 3 ամիս պետք է բանակցություններ սկսեին, այսպես վերցնելու եւ այլ նույնիսկ բանակցությունների միջնորդություն կա եւ երևի դեպքը մի քիչ ավելի բաց է, այսինքն եթե Կարապետյանը այսպես միջնորդավորված չասել, որ սարքավորումներ պետք է դրամատեն ինչքան ժամանակի մասին կարող է տեսնել, որ ամբողջ ամենքը Չեմ կարող ասել, բայց կարճ ժամանակ չէր, հաշվի առնելով, որ պետք է ներկրվեր։ Արդեն ներկրումը ենթադրում է ճանապարհ, որոշակի ժամանակ եւ այլն ձեռք բերումը չհաշված։ Բավականին երկար ժամանակ։ Ինչ վերաբերում է բանակցություններին, իմ ինֆորմացիայով դեռևս որևիցե առաջարկ չի արվել, չնայած որ հայտարարություն եղավ, որ այսպես ասած, հաշվի առնելով ինչ են իրենք ցանկանում անել, շատ փակագծեր չբացեմ, չեմ կարծում, որ դա արդյունք կտա, որովհետև իրենց ծրագրած պլանը մեր պլանների չի համապատասխանում, այսպես մեկնաբանում։ Իհարկե շարունակել, տեսեք, ես մի առիթով հայտարարել եմ, մեր ժողովուրդը խնդրում եմ, որպեսզի պարզ հասկանա, հեծի համար պայքարը, մի անգամ ես դատարանի բակում, եթե չեմ սխալվում, ասեցի մի գաղտնիք բացեմ, որ պարոն Կարապետյանը ասել է, որ հեծի պայքարը այնքան ֆինանսական պայքար չի, ինչքան որ հասկանում ենք, թե ինչ է կատարվելու։ Եթե չեմ սխալվում, նոյեմբերի 18-ի իմ հայտարարությունը դատարանի բակում։ Հիմա այս ինչ որ եղել է, գալիս է հաստատելու դա։ Այսինքն պարոն Կարապետյանը պայքարելու մինչև վերջեցի համար շատ լավ հասկանալով ինչ է կատարվում եւ ինչքան է ավելի վատանալու։ Հիմա ժողովուրդը ոնց է, կարծում եմ Նաև այն, որ մենք այս անջատումների ժամանակ, եթե նկատել եք, գոնե ես, մեր թիմից կարող են ինչ-որ այսպես արձագանքներ լինել, բայց ոչ թիմային, լռել եմ։ Մի պարզ պատճառով եմ լռել, որպեսզի չլինի, այսպես ասած, ստացվի իշխանությունները ասեն չարախնդում են, ինչպես նշեցիք իրենց կողմից, ինչ-որ բան է արվում եւ այլն։ Մենք ուղղակի լռել ենք բնական process-ը հասկանալու, մեր ժողովուրդը բնական ճանապարհով հասկանա ինչ է կատարվում։ Եվ իմ ջանից ասեմ, իշխանության նյարդայնացումը հենց դրանից է, որ ժողովուրդը շատ լավ հասկանում է ինչ է կատարվել, ասում լավ, շատ մարդիկ երևի դուք էլ լսած կլինեք ձեր շրջապատում կամ ընդհանրապես, որ լավ, եթե այդ մարդիկ վատ են կառավարում, բայց այդ վիճակն է, հիմա դուք լավ եք կառավարում այս վիճակն է, շատ ներողություն, թող ոչինչ, թող վատ կառավարեն, բայց այնց է, եթե երկը դա վատ կառավարում։ Պարոն Վազգենյան, երեք վարչապետը փաստացի գող անվանեց, այդ թվում ձեզ, ասած չկա նախկինում, չկա մի ընտանիք, որից հեծը գողացած չլինի։ Պատրաստում եք իրավական ճանապարհով, ինչ-որ գնալ իրավական ճանապարհով այս հայտարարությունների դեմ եւ կխնդրեի Էրեբունու դեպքի մասով, ես Էրեբունիում եմ բնակվում եւ ավելի քան 72 ժամ ձմռանը մենք լույս չունենք։ Եվ այսպես հեծի կառավարիչների հայտարարությունները նայելով, մի բանը պետք է շնորհակալ լինենք իրենց, ասում են, որ զարգացած երկրներում շատ ավելի երկար է տևում նման վթարները եւ իրենք շատ արագ, չգիտեմ, հանձնարարականի հետևից են գնում կառավարչի, արդյոք նման դեպքերում մենք նախկինում չենք ունեցել ինչ-որ այլընտրանքային լուծումներ, չգիտեմ, երկրորդ տիպ, որպեսզի ծնվանը օրերով սխտին չմնան, որովհետև վերջին 10-15 տարվա մեջ այս հատկապես ծնվանը չեմ հիշում նման երկարատև անջատում։ Ձեր առաջի ասացի հետ կապված քննարկվում է այս պահին, ճիշտն ասած, չեմ կարող այս պահին ասել դատի տալու ենք թե չէ, ես նշեցի, որ եթե չեղան արագ պաշտոնանկություններ, որ այսպես ասած իրեն, փաստորեն կամ խաբել են, կամ ինքն է խաբում։ Հիմա դեռ երրորդ տարբերակ կարծում եմ չկա։ Դե ուրեմն թող հերքեն, սպասենք, քննարկենք, տեսնենք, էլի, հիմա դա շատ փոքր այսպես, ինձ համար օրինակ այդ իմ անձնական կարծիքն եմ ասում, այդ ինչ-որ հայցով դիմելը շատ ավելի փոքր նշանակություն ունի, քան իմ ժողովրդի համար իրականությունը իմանալը։ Եթե ժողովրդի աչքերը բաց է, ամեն ինչ տեսնում են, հիմա շատ ներողություն եմ, պես չէ որ առաջի դեպքն է, մանիպուլացնել եւ ժողովրդին մոլորեցնելու, էլի։ Էրեբունի հետ կապված, եթե կհիշեք 24 թվականին, եթե չեմ սխալվում, մեծ վթար հրդեհ ունեցանք,
Այդ ժամանակ մենք ինչ էինք անում, մենք ալտերնատիվ մալուխներով այսպես սնում էինք իրականացնում։ Հենց որ տեսնում էինք բեռը այնքան է շատանում, որ այդ ենթակայինը չի կարող, ամենաշատը 2-3 ժամով անջատում էինք, որպեսզի բոլորը կարողանան, բայց չի եղել այդպիսի դեպք, որ այսքան ժամանակով ամենայն դեպս իմ պրակտիկայի ընթացքում չի եղել։ Այո, մենք շնորհակալ պետք է լինենք հեծի այն անձնակազմին, ովքեր որ այնտեղ գիշեր-ցերեկ աշխատել են, բայց նույն այդ անձնակազմը հաստատ այդքան երկար չէր աշխատի, եթե լիներ այն ժամանակվա կառավարումը։ Հիմա հայտարարություն է հնչում, որ եթե մենք մայիսին, նախ ինչու մայիսին չգիտեմ, իրենց ասածով պետք է որ մայիսին չլներ, իրենք շփեք ասում են շատ վաղուց էին նախատեսում սա, հետո Սամվել Կարապետյանը իմացավ, մտավ քաղաքականություն, այս ոչ նորմալ, ոչ տրամաբանական թեզն էին առաջ տանում։ Ասում եմ, եթե մենք մայիսից այս գործընթացը չսկսենք, 3 անգամ վատ կլիներ։ Նախ այդ 3 անգամը ով է։ Հիմա ես էլ հակառակն եմ ասում, եթե վերցրած չլինեիք, 3 անգամ լավ կլիներ։ Այսինքն իմ կարծիքով սրանք քաղաքական հայտարարություններ են, ընդհանրապես ընտրազանգվածից հերթական անգամ կորուստ չունենալու համար։ Պարզից պարզ է։ Այն որ ես ասում եմ ու միշտ ասել եմ Սամվել Կարապետյանից ունեն վախ, բառից բուն իմաստով եմ ասում վախ, ոչ թե քաղաքական վախ, ընդհանրապես վախ։ Իրենք վախենում են Սամվել Կարապետյանի անձից։ Իրենք փորձել են բոլոր հնարավոր եւ անհնար ճանապարհներով մարդուն փչացնել, չի ստացվել։ Չի ստացվել, որովհետեւ շատերի դեպքում միգուցե ինչ որ չափով, չգիտեմ եւ այլն, Սամվել Կարապետյանի պարագայում ուղղակի չի ստացվել։ Ինչը բերում է վախի, ինչը բերում է, պատկերացնում եք, ասենք, եթե իրենք խնդիր չունենային կոնկրետ այս թեմայով, կառավարության իրենց թիմի ղեկավարը, կառավարության ղեկավարը չէր մտնելու այս թեմայի մեջ, հավատացած եղեք։ Իրենք ամբողջ թիմով լծվում են այս ժամանակ ինչ որ մի process-ի կամ գործի, որտեղ իրենց արդեն պարտված են, իրենց զեկուցում են, չէ՞ վերջին հաշվով։ Համապատասխան կառույցներ ունեն, իրենց այսպես տարբերակներն ունեն ճշտելու ինֆորմացիան։ Իրենց զեկուցում են, որ չի աշխատում, Սամվել Կարապետյանի ռեյտինգը հակառակը բարձրանում է։ Հիմա ինչ պետք է անել այդ ժամանակ։ Սկսել արդեն մարդ առանց կանոնների։ 100%-անոց ստեր տարածել, վերջ, որը նորից չի աշխատելու։ Պարոն Ղազարյան, անտոնյալ գործանքների հետ կապված արդյոք այդպիսի բաժանորդների տիրումից է եղել թե չէ, օրինակ ես ահազանգ ունեի մի ազատամարտի կազմում, որ իրեն արտոնյալ գործանք է տրվել, ինքը դրա համար չի վճարել, բայց հիմա ՀՀԿ-ով գումարը պահանջում են պատկերացրեք ինչքան գոյացած կլինի։ Արդյոք այդպիսի հասկացություն եղել է թե ոչ, եւ էներգետիկայի մասին օրենքում դրացումների այդ փոփոխությունները, որ եղան ընդունվեցին, վիճակվել էին սահմանադրական դատարանում, ընթացքը ինչպիսին է, եւ ձեր կա Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձը իջեցնելու եւ այդ աշխատավարձի